Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք ազգային օրակարգ վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ, ողջունում եմ պարոն Հակոբյան, մեր տաղավարում մեր հերթական քննարկման օրն է, եկեք ուրեմն բաժանենք քննարկումը երկու մասի, նախ ներ հայաստանյան հարցեր, ապա կանցնենք նաև միջազգային օրակարգին, եկեղեցու հետ կոնֆլիկտը մնում է ուշադրության կենտրոնում եւ զարգանում է, տարբեր իրադարձություններ են կատարում դրա հետ կապված, մենք պարբերաբար անդրադարձել ենք ըստ փուլերի տարբեր իրադարձությունների, բայց չեք կարծում արդյոք, որ այս ամբողջը արդեն դառնում է որոշ չափով համակարգային։ Անպայման համակարգային է եւ ոչ միայն դառնում է համակարգային, այլ ի սկզբանե իմ կարծիքով դա եղել է համակարգային, ես բազմաթիվ անգամ հենց ձեր հետ քննարկումների ընթացքում ասել եմ, որ թիրախը առանձին հոգեվորականները չեն Փաշինյանի, այլ թիրախը հենց հայ առաքելական եկեղեցին է որպես համակարգ, որպես ինստիտուտ, որպես ազգային հոգեվոր ինստիտուտ։ Եվ այդ տեսակետից Փաշինյանը շատ հետևողական է Եվ նա թիրախավորել է եկեղեցին եւ փորձում է եկեղեցին արժեզրկել, այսպես ասենք, հեղինակազրկել եւ ենթարկեցնել իրան։ Կան երկու տեսակետներն էլ, որ եկեղեցունը ուղղված է ամբողջը եւ մյուս կողմից ուղղված է, ասենք, առանձին եկեղեցականների։ Ես կուզենայի նաեւ ձեր այդ խոսքում Երբ որ ներկայացնում եք որպես եկեղեցուն ուղղված հալածանքներ, հիմնավորեիք ձեր ասածը, որպեսզի մեր հեռուստադիտողների մեջ չլիներ այդ կասկածը, որ այնուամենայնիվ այստեղ խոսքը գնում է անհատների մասին, որոնք որ մենք էլ ձեզ գիտենք, որ այդքան էլ մաքուր չեն, թե խոսքը գնում է կառույցի մասին, ինստիտուտի մասին։ Տեսեք, ես բազմաթիվ անգամ նորից կրկնել եմ, ասել եմ եւ կրկնվեմ, որ ինչի եմ ես ասում, որ թիրախը եկեղեցին է, որովհետեւ Փաշինյանի վարչակարգի եւ Հայաստանը տիրող 35 տարի իշխանական համակարգի հիմնական նպատակը դա հայկական հարցի վերացումն է, մեկ եւ իրենց իշխանության երկարացումն է հնարավոր, հարատևումն է։ Իսկ հայկական հարցի վերացման մեջ շատ կարևոր գործոն է հայկական ինքնության վերացումը որպես այդպեսին կամ նրա թուլացումը։ Իսկ հայկական ինքնության մեջ կարևորագույն դեր է խաղացել եւ խաղում ոչ թե առանձին անհատ հոգեվորականներ, այլ հայ եկեղեցին որպես եզակի պահպանված ազգային հոգեվոր կառույց։ Եվ Փաշինյանը չի կարող, վարչակարգը չի կարող իր ծրագիրը նպատակին հասցնել, եթե հայ առաքելական եկեղեցին որպես այդպեսին չի թուլանում, չի արժեզրկում, չի հեղինակազրկվում եւ իր ազդեցությունը չի կորցնում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս, որովհետեւ հաշվի առնենք, որ այդ ամեն ինչը կատարվում է աշխարհի աչքի առջև։ Մյուս բանը, այդ իմ ասացի համատեքստում Փաշինյանը ունի արտաքին շահառուներ, որովհետեւ գործող վարչակարգ եւ իշխանական համակարգը նորից 35 տարի սպասարկել է օտարի շահը եւ այդ օտարները որպեսզի կարողանան Հայաստանում ունենալ անվերապահ, անքննելի եւ անդիմադիր իշխանություն կամ վերահսկողություն, անպայման պետք է այդ ինստիտուցիոնալ ազգային միավորները տվյալ դեպքում առաջի հերթին եկեղեցին կարողանան թույլատնել, եթե հնարավոր է ենթարկեցնել։ Հիմա Անդրադառնանք առանձին անհատներին, որտեղ դուք դրա մասին էլ խոսեցիք։ Ինչպես է Փաշինյանը, ինչ գործիքներ օգտագործում է Փաշինյանը խփում եկեղեցուն։ Հենց այնպես ինչպես դուք ասեցիք, նա հատկորոշել է խոցելի հոգեվորականների, եկեղեցականների, չասեմ հոգեվորական, եկեղեցականների հիմնականում բարձրաստիճան, որոնք խոցել են եւ այդ խոցելիության միջոցով ինքը մտնում է եկեղեցի փաստորեն, ասելով, որ եթե սրանք են մեր եւ ինքը բարձրակոչ բաներ ասում, մեր սուրբ առաքելական եկեղեցու եւ այլն կառավարիչները, ապա եկեղեցին պիղծ վիճակում է եւ պետք է մենք այդ պղծությունից մաքրենք։ Այսինքն, այստեղ մի հատ որոշակի համեմատական եմ ես ուզում տանել, որը կարծում եմ կարևոր է։ Դեռևս 6-րդ, 7-րդ դարերում, որից հետո
9-11-րդ դարերում եղել են Հայաստանում այսպես կոչված աղանդավորական, կոչվում են աղանդավորական, բայց իրանց բովանդակությամբ ռեֆորմիստական շարժումներ, դա եղել է Պավլիկյանների շարժումը, հետո եղել է Թնդրակյանների շարժումը։ Հիմա ես չեմ ուզում դավանաբանական կամ այլ հարցերի մեջ խորանանք հիմա այդ շարժումների համատեքստում, բայց այդ շարժումները փաստացի սկսել են նրանից, որ մարդիկ հայ ժողովուրդ են այն ժամանակ եւ առաջնորդողները հայ ժողովրդի դժգոհ են եղել այն իրավիճակից, որ Հայաստանում եղել է օտարի ճնշումներ, մասնավորապես արաբական ճնշումներ, եղել բյուզանդական ճնշումներ, եւ եղել է հայ իշխանավորների եւ հայ եկեղեցականների ճնշումներ։ Եվ մարդիկ գնացել են արդարությունը վերականգնելու բանով, միտումով։ Եվ այդ արդարության վերականգնման միտումը բերել է նրան, որ բնականաբար արտաքին ուժերի կողմից էլ դա օգտագործվել է, որ պայքար է սկսվել արդեն ոչ միայն եկեղեցու, այլ նաև պետության դեմ, ենթանենք այդ թվում առաջի Պավլիկյանների դեպքում դա նաև Բյուզանդիայի դեմ շարժում է սկսել, որտեղ Բյուզանդիան այն ժամանակ վերահսկող եղել Հայաստանի, հետո արաբներն են եկել եւ օգտագործել են Պավլիկյաններին, ասենք ասենք այդ իրենց շարժման համատեքստում, իսկ Թնդրակյանները ավելի ներհայկական բովանդակություն են, այսպես ասած, ունեցել, բայց նպատակը նույնն է։ Հիմա իմիջիալոց միաժամանակ ասեմ, որ դա փաստացի բողոքականության առաջի դրսևորումներն են եղել մարդկության պատմության մեջ, հա, եւ այդ առաջի դրսևորումները եղել են արդեն եվրոպական ռեֆորմիզի, այսինքն եվրոպական բողոքականության ձևավորումից մոտ 1000 տարի առաջ, 700-800 տարուց մինչև 1000 տարի առաջ, այսինքն առաջի բողոքական շարժումները Հայաստանում աշխարհում եղել են Հայաստանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այսօր օգտագործում է այդ անարդարության զգացողությունները, որ մարդկանց մոտ կա եկեղեցու կառավարիչների հետ կապված, մարդիկ դժգոհ են, մարդիկ Հայաստանում աղանդավորությունը աճում, ահռելի թվերով հարյուրավոր հազարներ, բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ կա անվստահություն, ինչպես եւ ասի իրանց կեցվածքի եւ խոցելիության հետ կապված, եւ Նիկոլ Փաշինյանը դա օգտագործում է։ Նիկոլ Փաշինյանը ռեֆորմիզմի չի գնում, չնայած ինքը այդպես է հայտնում։ Նա գնում է եկեղեցու, եթե հնարավոր է առավելագույնս եկեղեցուն հայ առաքելական եկեղեցուն որպես ինստիտուտ վնասելու։ Դրա մյուս դրսևորումը արդեն ես անունը չեմ հիշի, բայց կարգալույց եղած հոգևորատանի կողմից մատուցվող պատարագին Հովանավանքում, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը մասնակցել։ Այսինքն դա նույնպես, եթե իմ ասած նպատակի լույսի տակ նայենք, բայց որպես գործիք, դա նույնպես այսպես կոչված ռեֆորմիզմի դրսևորում է։ Եվ Նիկոլ Փաշինյանը իրեն փորձում է կարգել որպես եկեղեցին բարեփոխող հոգևոր էակ։ Ես մի դիտարկում եմ ուզում անել, երբ դուք խոսում եք, որ դուք ասացիք խոցելի հոգևորականներ, մենք ցավոք սրտի այդպիսի հոգևորականներ ունենք մեր մեջ։ Ցավոք սրտի բայց նաև անխոցելի հոգևորականներ են ենթարկվում որոշակի հալածանքների, ասեմ, կամ հետապնդման։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ այն կարծիքով շատ կարևոր շեշտադրում է։ Նորից մենք դրան անդրադարձել ենք եւ նորից պետք է անընդհատ շարունակա պետք է անդրադառնալ։ Այո, կարելի է դա բաժանել, այսինքն արշավը հենց դրանով արշավը եկեղեցու դեմ է եւ հայկականության դեմ է։ Եկեղեցին որպես հայկականության պահապան ինստիտուտներից կառաջնային եւ թե ոչ եզակի այսօր ինստիտուտներից մեկը։ Երկու մասի, խոցելիության միջոցով նա կարողանում է հարվածել եկեղեցուն, խոցելիության խոցելի հոգևոր եկեղեցականների բարձրաստիճան այդտեղ, բայց որպեսզի այդ գործընթացը արդյունավետ լինի, այսինքն խանգարող նույն եկեղեցուց խանգարող չլինեն այն հոգևորականները արդեն, որոնք ազգային եւ բովանդակություն եւ հոգևոր բովանդակություն են եւ իրենց կենսակերպով, իրենց անցած ճանապարհով, իրենց վարք ու բարքով անխոցելի են, ինչպես դուք ասեցիք, նրանցել են հարվածում առանձին վերսած տվյալ դեպքում արդեն որպես անհատ։ Օրինակ ամենացցուն օրինակը դա Միքայել Աջապահյանն է,
որովհետև Միքայել Աջապահյանը, եթե ինքը ազատության մեջ է եւ ունի հնարավորություն հանրային գործունեության, հոգեվոր հանրային գործունեության, ինքը լուրջ վտանգ է այս ծրագրի համար, որովհետև նա կարող խանգարի այս ծրագրի համար, նա պետք է մեկուսացվի եւ ոչինչի համար Միքայել Աջապահյանի դատապարտեցին 2 տարվա եւ դա բավարար չի, դատախազությունը մտել է ավելի բարձր ացիան դատարանի, ասել է, որ 2 տարի մենք ասել ենք 2.5 տարի տվեք Միքայել Աջապահյանին։ Սա իմ ասածի ուղիղ ապացույցն է, որ թիրախը եկեղեցին է, բայց նորից օգտագործվող գործիքները եւ Փաշինյանի աջակից իրավիճակը ստեղծվել է խոցելի բարձրաստիճան եկեղեցականների կողմից։ Հայաստանի վարչապետը գնաց Վատիկան եւ հանդիպեց Հռոմի Պապի հետ։ Հայաստանում անմիջապես շուկներ տարածվեցին, որ կարծես թե Փաշինյանը ուզում է ինչ-որ ձևով լեգիտիմացնել կամ թույլտվություն ստանալ կամ տեղյակ պահել իր գործողությունների մասին Հայաստանում եւ դատելով այն տեղեկատվությունից, որ մենք ստացանք, այնտեղ այդ հանդիպումները տեղի ունեցել եւ բնականաբար արդեն այստեղ կա կարծիք, որ Վատիկանում եւս այդպես կողմ են Փաշինյանի գործողությունները։ Տեսեք, ես ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ, որ Վատիկանում չեն կարող կողմ լինել Փաշինյանի գործողությունները, որտեղ Վատիկանում չեն կարող կողմ լինել այն հենքային եկեղեցիներից մեկի այլասերման եւ ուծացման հետ, որը հայ առաքելական եկեղեցին է, ավելին ասեմ, Վատիկանը վերջի 20-25 տարվա ընթացքում հատուկ վերաբերմունք արտահայտել եկեղեցու հենց նկատմամբ, այդ թվում 1700-ամյակի հետ կապված Վատիկանի դիրքորոշումը, Վատիկանը ճանաչել է, որ հայ առաքելական եկեղեցին եւ հայությունը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ճանաչել է դա որպես այդպեսին, Վատիկանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը եւ այդ ցեղասպանության հիմքում նաեւ հայկական դավանաբանությունն է դա տեսել որպես պատճառ, այսինքն դա այդպես չի, բազմաթիվ մի քանի պապ, որոնք եկել են Հայաստան, նրանք այդ ամեն ինչը արտահայտել են։ Ուրիշ բան, որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր հանդիպումների ընթացքում, այդ թվում ոչ միայն Վատիկանում, այլ նաև ենթենք նույն ԱՄՆ-ում, նա ներկայացնում է, այն ինչ որ ես արդեն ասեցի, ներկայացնում է, որ այդ քրիստոնեության հիմնարար սյուներից մեկը, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, այսօր կառավարիչների կողմից, այսինքն բարձրաստիճան կառավարիչների կողմից այլասերում եւ պղծվում է։ Եվ իմ նպատակն է դրանից եկեղեցին մաքրել։ Եվ այդ բանը խոսույթը ինքը տարածում է աշխարհով, որ հայ առաքելական եկեղեցին այսօր այդպիսի վիճակում է։ Ուրիշ եթե դուք շարունակելով ձեր միտքը Վատիկանի մասով ես արդեն արտահայտվեցի, բայց օրինակ միարժեք է, որ թուրք-ադրբեջանական կողմը իդեմս իրենց Փաշազադեի, հա, ես ճիշտ եմ ասում ազգանունը, իրենց բանի հոգևոր առաջնորդողի շարունակ մատնացույց անում հայ առաքելական եկեղեցին որպես ոչ մաքուր եւ ոչ սուրբ ինստիտուտ։ Եվ այդտեղ Փաշինյանի հետ իրանք ունեն բնական համագործակցություն։ Այլ բան ասեմ, երբ որ Ռուսիո միտրոպոլիտը գալիս է եւ հատուկ գալիս է Բաքու եւ Մեհրիբյան Ալիևին տալիս է ամենաբարձրագույն բաներից շքանշաններից մեկը ռուս եկեղեցու, ռուսական եկեղեցու, դա նույնպես այդ համատեքստում պետք է դիտարկել։ Ինձ կասեն, իսկ բար Մեհրիբան Ալիևը գնում է Վատիկան, դա էլ նրանք, ովքեր դա աջակցում են, հա, Հռոմի Վատիկանի համատեքստում նույնպես այդ նպատակներ ունեն։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ հայ առաքելական եկեղեցին ունի այն նշանակությունը եւ այն վեհությունը, եթե կուզեք, որը նա աշխարհի կողմից ընդունվել է դեռևս 2000 տարվա կտրվածքով, 2000 տարի առաջ եւ այդ ամբողջ ընթացքում։ Շատ լավ, եկեք հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ գովազդի եթեր։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։
Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ մեր հյուրն է ազգային օրակարգ խորհրդի նախագահ Հակոբյանը։ Պարոն Հակոբյան, կարևորագույն իրադարձություններից մեկն է նաև Վենսի այցելությունը Իսրայել։ Եվ այնտեղ ես ուզում եմ առանձնապես ընդգծել, որ Վենսը այցելեց հայկական թաղամաս Երուսաղեմի եւ ըստ որոշ տեղեկությունների հետաքրքրված լինելով ընդհանրապես քրիստոնեական իմաստով հետաքրքրված լինելով ավելի շատ ծանոթանալ հայկական աշխարհի հետ, Վենսը նախատեսում է այցելել նաև Հայաստան։ Տեղեկությունները ուրեմն դեռ ստուգված չեն, բայց ամենայն հավանականությամբ ճիշտ է։ Եկ կանգնենք Վենսի այցելության վրա Երուսաղեմ։ Տեսեք, նորից Թրամփի վարչակարգը իր բովանդակության մեջ ունի խորը քրիստոնեական, այսինքն դա պարտադիր չէ, որ բոլորը, բայց ընդհանուր առմամբ Թրամփի վարչակարգի մոտ խորը քրիստոնեական հավատամքի գործոնը խիստ կարևոր է եւ ընդհանուր առմամբ, մենք ողոքականությունից խոսեցինք, ընդհանուր առմամբ վարչակարգի ընտրության հարցում շատ մեծ դեր է կատարել ԱՄՆ-ի քրիստոնեական եվանգելիստական հիմնականում համայնքը, որ շատ մեծ համայնք է, տասնյակ միլիոններ են, տարբեր թվեր են ասում, մինչև 50 միլիոն, եւ դա խիստ կարևոր է եւ այստեղ նույնպես հայ առաքելական եկեղեցու եւ հայության դերը քրիստոնեության ձևավորման եւ զարգացման մեջ ճանաչված է։ Եկեք չմոռանանք, որ ի վերջո քրիստոնեության բանում Սուրբ գրքում
այսինքն Աստվածաշնչում, Սուրբ Աստվածաշնչում գրված է նրա մասին, որ ի վերջո նոր սկիզբը եղել է Հայաստանից, իդեմս Նոյի տապանը կանգնել է Արարատ սարի վրա, որը մերժում է Նիկոլ Փաշինյանը որպես հայկական, Արարատ սարի մասին է խոսքը։ Երկրորդ, չմոռանանք, որ հայ առաքելը, այսպես եւ ասի հայությունը եւ հայ առաքելական եկեղեցին ճանաչված է աշխարհի քրիստոնյաների կողմից, որ ինքը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, եւ դա այն արժեքներն են, որով հայությունը կարող է, ինչպես հрьяաներն են հանդես գալիս, որ Երուսաղեմը եւ իրանք ընտրված են եւ դա աստվածաշնչային որոշակի հիմնավորումներ ունի եւ ենթանք նույն եվանգելիստների կողմից ստանում են բացարձակ աջակցություն արդեն քաղաքական եւ այլ աշխարհակաղակական նույն այդ գործիքը կարող են օգտագործել հայեր, բայց չեն օգտագործել առ այսօր Ավելին չեն օգտագործել, չէ Փաշինյանը ամեն ինչ անում է, փաստացի, որ հնարավորություն չտա այլևս օգտագործելու, փորձելով արժե զրկել եւ հեղինակազրկել հայ առաքելական եկեղեցին։ Հիմա Վենսի այցելությունը այդ տեսակետից կարևոր է։ Վենսը նույնպես այդ քրիստոնյա, այսպես ասած, բանի կազմի մեջ է Թրամփի վարչակարգի, եւ անկեղծ ասած, այն բաները, այն կադրերը, որ ցույց տվեցին Վենսի այցելությունը հայկական եկեղեցի, նրա մոտ արտահայտությունները նա բավականաչափ զարմացած էր, անսպասել էր իր համար, որ հայկական Թանուր առմամբ աշխարհի քանակական իմաստով փոքր ազգը, հայ ազգը, ցեղասպանված, այսօրվա վատ օտարի լծի տակ եղած հայ ազգը դավանաբանական քրիստոնեության մեջ դե ծանր կշիռ ունի։ Եվ այնիշ որ դուք ասեցիք, որ դրանից հետո Վենսը հետաքրքրությունը արտահայտել հայաստանացին, ես դրա մասին ճիշտ ասած չգիտեմ, բայց ես կարծում եմ դա շատ օգտակար կլինի, եթե այդ այցելությունը ստացվի եւ եթե այդ այցելությանը Նիկոլ Փաշինյանը իրեն հասը բոլոր միջոցներով չխանգարի, որովհետեւ դա իրան այդ նմանատիպ այցելություն իրեն պետք չի, որովհետեւ իր արշավը եկեղեցու դեմ դրանով կարող է խաթարվի։ Սա է, բայց ընդհանուր առմամբ նույնից եմ կրկնում, մենք հայերս եւ հայությունս պետք է կարողանանք անցնել թե ինչա իրականում կատարվել, այդ բան մանիպուլյատիվ հնարքներին չտրվենք, մեր դժգոհությունը, որը հիմնավոր դժգոհություն է, այսօրվա հայ առաքելական եկեղեցու մի շարք բարձրաստիճան կառավարիչներից պահպանելով հանդերձ, թույլ չտանք, որ հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ ընկնի օտարի, սպասարկու եւ գործընկեր գործող վարչակարգի հարվածի տակ։ Շատ լավ, անդրադառնանք միջազգային մի քանի այլ հարցերի, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում եւ մասնավորապես տարածաշրջանում։ Խոսքը ԱՄՆ Ռուսաստան չկայացած հանդիպման մասին։ Նախ որոշ վերլուծաբաններ իհարկե պատկերացնում են, որ կարող է բարդություններ լինեն, բայց որ հանդիպումը չի կայանա, շատերի համար դա անսպասել է։ Տեսեք ինչ կատարվեց, եկեք մենք որոշակի ժամանակագրական համատեքստում դեպքերը նայենք եւ որոշակի պարզաբանումներ բերենք, որպեսզի ընկալելի լինի, թե իմ կարծիքով ինչա կատարվել։ Նախապատրաստված էր Զելենսկու այց ԱՄՆ Թրամփի հետ հանդիպում եւ որտեղ շարունակ քննարկվում էր եւ այդ քննարկումը կարար նաեւ բանի ազդեցության որպես լծակ Ռուսաստանի վրա օգտագործել տոմահավքների մասին է խոսքը, բայց քննարկվում էր, որ ԱՄՆ-ն Թրամփը պատրաստած Զելենսկու հետ եւ եվրոպացիների հորդորով քննարկել տոմահավքերի տրամադրում բանին Զելենսկուն Անմիջապես հանդիպումից մի օր առաջ եղավ բանի կազմակերպվեց, ասենք ասենք, Պուտինի զանգը Թրամփին։ Եվ այդ խոսակցությունից հետո, որը երկարատև էր եւ որի ընթացքում բազմաթիվ այլ հարցեր են ըստ Թրամփի քննարկել եւ ըստ Պուտինի նույնպես, Զելենսկու հետ հանդիպումը չգնաց այդ ուղղությամբ, ինչ ուղղությամբ, որ նա նախատեսված էր գնալով, որ պետքա բան անեն հերահար տոմահավ քրտիրներ, բարձր ճշգրտության տոմահավ քրտիրների տրամադրումը Ուկրաինային քննարկվել, որտեղ եթե տրամադրումը լիներ, ապա ռուսական առնվազն
նավթային եւ գազային ենթակառուցվածքները լրջագույն եւ պաշարները լրջագույն հարվածի տակ էին ընկնելու։ Առանց այդ էլ այսօր միլիարդավիճակում չի, որտեղ տարբեր թվեր կա, որ մինչև 40%-ը ոչնչացված է ուկրաինացիների կողմից, եւ եթե նման հրթիռներ ունենային, դա շատ ավելի արդյունավետ կլիներ։ Այլ բան ավելին ասվեց հետեւյալը Թրամփի կողմից, որ շատ արդյունավետ խոսակցություն է եղել, ես վստահ եմ, որ Պուտինը ասել է, որ ես պատրաստ եմ քննարկել խաղաղություն, անգամ զինադադար եւ այլն հանդիպում ունենանք, եւ Թրամփը ասեց, պետք է դադարեցնել, ոչ թե մտածեք զենքի մասին, այլ մտածեք, թե ոնց պետք է այդ պատերազմը դադարեցվի։ Զենքի անհրաժեշտություն, որ այլևս չլինի։ Եվ հայտարարվեց, հրապարակվեց բանի Բուդապեշտի հանդիպան պայմանավորվածության մասին։ Հիմա մինչ այդ Ալյասկայի մասնավորապես հանդիպումը նախապատրաստում էր Թրամփի բանագնաց Ուիտկոֆը։ Եվ ես բան հիշեցնեմ, Ուիտկոֆի նկատմամբ ռուսների վերաբերմունքը խիստ դրական է ռուսական կողմին, նույն Պուտինի, ես մի բան հիշեցնեմ, որ Ուիտկոֆը Ալյասկայի հանդիպումը նախապատրաստելիս լուր տարածեց, որ Պուտինը համաձայն է խաղաղության կամ զինադադարի մասին խոսելու, բայց հետո պարզվեց ըստ նույն տարածվող լուրերի, որ Ուիտկոֆը տեսեք Պուտինին ճիշտ չի հասկացել։ Այսինքն հասկանալի էր, ինչ անշան ճիշտ չի հասկացել, հասկանալի էր, որ դա որոշակիորեն ռուսների համար ձեռնտու սցենարի իրականացում էր Ուիտկոֆի ձեռքերով։ Եվ Ալյասկայի հանդիպումը փաստացի խաղաղության համատեքստում ոչ միտեղ չտարավ, ռուսները շարունակեցին իրենց հարձակումները։ Այս անգամ, եւ դա ես ուզում եմ շեշտել, կարեւոր է։ Այս անգամ այդ նախապատրաստական աշխատանքը հանձնարարվեց ում Ռուբիոին, այսինքն ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոին, որը աճ պահպանողական թևի, այսինքն իրական ԱՄՆ շահի ոչ թե ՄԱԳԱ խմբի աճ պահպանողական հանրապետական թևի իրական քրիստոնյա ներկայացուցիչ է։ Եվ Ռուբիոն գնաց եւ խոսեց Լավրովի հետ եւ ասեց, որ ռուսների դիրքորոշումը ոչ մի բան չի փոխվել, այսինքն ասեց ճշմարտությունը, թույլ չտվեց էլի խաղարկում Պուտինի կողմից, ասեց ճշմարտությունը, պատրաստ չեն ռուսները եւ անիմաստ այդ հանդիպումը, այսինքն տապալեց այն հանդիպումը, որը Պուտինենք արդեն բան էին արել, այսպես ճակերտներում էփել էին։ Եվ Թրամփը հրաժարվեց դրանից հաստատի եւ այստեղ մյուս կարևոր բանը առաջին անգամ Թրամփի վարչակարգի այս երկրորդ ժամկետի ընթացքում 9 ամսվա ընթացքում կիրառվեց սանկցիաներ առաջին անգամ։ Բազմաթիվ անգամ Թրամփը դրա մասին խոսել էր, sense կանեմ, նենց կանեմ, մատեր թափ տվել եւ այլն։ Եվ առաջին անգամ սանկցիաներ կիրառվեցին Լուկոյլի եւ Ռոսնեֆտի նկատմամբ եւ նրանց բոլոր համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ եւ այդ սանկցիաների բանոն բովանդակության մեջ կան նաեւ սանկցիաներ, որ կարող են սանկցիաների տակ ընկնել բոլոր նրանք, ովքեր սրանց հետ գործ են անելու։ Եւ մյուս լուրը, որ միանգամից եկավ, դա միջև էլ կար, որ հնդկական կողմը, որ հիմնական գնորդն է նավթի ռուսական։ Այո։ Փաստացի հրաժարվում է, պետականորեն հրաժարվում, պետական կազմակերպությունների մակարդակով հրաժարվումա գնումներից եւ մյուս խնդիրը, որ առաջացավ, մյուս լուրը, որ Չինաստանն է պատրաստ այդ հարցը քննարկել եւ դրա համար Թրամփ Սին հանդիպում նախատեսվում է արդեն Հարավային Կորեայում տեղի ունեցող ASEAN-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այսինքն թույլ չտվեցին աճ հանրապետականները հերթական անգամ Պուտին-Թրամփ այդ խաղի շարունակություն, այդ մեղրամիսի շարունակություն այլ կտրեցին։ Հիմա մի հատ ուրիշ հետաքրքիր փաստ, որը շատ անմիջապես դրանից է Պուտինը հայտարարեց, որ դե լավ հասկացանք, բայց դե մեր վրա չի ազդի, Թրամփն էլ ասեց, դե հələ մի կես տարի հետո կտենանք ազդում է, թե չէ։ Բայց դրանից անմիջապես հետո շատ հետաքրքիր սա փաստ է, Պուտինի բանագնաց ազգանունը չեմ հիշում, իր օգնականն է, արագ գնաց ԱՄՆ, ում հետ հանդիպելու Ուիտկոֆի։ Այսինքն Ուիտկոֆը որպես ռուսական ազդեցության ներկայացուցիչ շարունակում է գործել եւ ես միարժեք չի, որ այն ինչ որ աճ հանրապետականները անում են ի օգուտ ԱՄՆ-ի, Ուիտկոֆը չի փորձի դա որոշակիորեն տորպեդահարել ի օգուտ Ռուսաստանի, ի օգուտ Թրամփ-Պուտին այդ բանի մեղրամիսային խաղի։ Հիմա կտեսնենք, բայց այս փուլում
այդ արժամիջոցների սանկցիաները կիրառված են, այս փուլում աջ հանրապետականի իդեմս Գրեհեմ եւ այլն սենատորների շարունակում են պնդել, որ ավելի խիստ եւ ավելի առարկայական սանկցիաներ պետք է լինեն, որը իրանք պատրաստած ունեն եւ զարգացումները, ինչպես Թրամփն է սիրում ասել, կտեսնեք թե ուր կտանեն։ Ես մի փաստել եմ ուզում, ուրեմն մենք քննարկենք այսօր, խոսքը Թրամփի այցելությունն է Հարավային Ասիայի երկրներով։ Ձեր կարծիքով ինչ նպատակ ունի այս այցելությունը եւ ինչի դա կբերի։ Ինքը կարծում եմ շատ կարևոր աշխարհաքաղաքական տեսակետից այցելություն է, դա մոտավորապես նույն, կարելի ասել առանց մոտավորապեսի նույն կարգի նշանակություն ունի, ինչ Թրամփի այցելությունը Մերձավոր Արևելք։ Հիշենք, որ Թրամփը Մերձավոր Արևելք այցելություն արեց, որից հետո սկսվեց այս Գազայի բանի այդ հակամարտության, Գազայի շուրջ հակամարտության կասեցում, խաղաղության ծրագիր եւ համաձայնություն դրա շուրջ եւ հիմա դրա կիրառական մասն է ընթանում, խնդիրներով հանդերձ, բայց ընթանում է։ Ես կարծում եմ հարավ-արևելյան Ասիա եւ հեռավոր արևելք Թրամփի այցելությունը նույն նշանակությունը ունի աշխարհաքաղաքական տեսակետից։ Այնտեղ կա հիմնական մրցակիցը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական տիրույթում, դա Չինաստանն է եւ նախատեսվում է հանդիպում Սին Ցզինպինի հետ։ Իհարկե հանդիպում է լինելու նաեւ Մալայզիայի նախագահի հետ, որը այսօր ԱՄՆ-ի դաշնակից, այս դաշնակցային, ասենք չասենք դաշնակից չասենք, բայց դաշնակցային ջերմ ռազմաքաղաքական հարաբերություններում այցելությունն լինելու Հարավային Կորեայով հանդիպումներ եւ Հարավային Կորեայի հետ Թրամփը հայտարարեց, որ ենթադրաբար կավարտեն իրենց առևտրային գործարքը, վերջնականապես այդ տարիֆների մասով կավարտեն եւ ունենան արդեն կարգավորված հարաբերություններ առևտրատնտեսական եւ այցելությունը նախատեսվում Ճապոնիա, որտեղ նոր վարչապետ կա եւ առաջի անգամ այդ վարչապետը կին է եւ այստեղ նորից պետք է շեշտադրում անել, որ աշխարհը մեջ շարժումը քանի գնում թափ հավաքում։ Այս նոր վարչապետը Ճապոնիայի կին, ինքը աճ պահպանողական է։ Այսինքն ձախ լիբերալիզմը աշխարհում տարբեր աշխարհի կարևոր բաներում կենտրոնում շարունակ պարտությունա կրում։ Մենք հույս ունենանք, որ Եվրոպայում էլ այդ եւ կգա նաեւ Հայաստանն այդ շարժումը։ Հիմա Սին Ցզինպին Չինաստանի հետ հարաբերությունները աշխարհաքաղաքական տեսակետից առաջնային են ԱՄՆ-ի համար եւ նաեւ ռուս-ուկրաինական ինչի մասին խոսեցինք պատերազմի կասեցումը նույնպես շատ կախված է չինացիներից եւ Թրամփը դրա մասին ուղիղ տեքստով խոսում է, որ չինացիք են փաստացի հիմնական աջակիցը Ռուսաստանի այս պատերազմում։ Հիմա նոյեմբերի 1-ին, այսինքն մի քանի օր հետո նախատեսվում է Չինաստանի վրա հիմա 57% տարիֆը, Չինաստանի վրա տարիֆը դարձնել 157%, այսինքն 100%-ով ավելացնել։ Եվ դա կապ ունի նաև եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունների, այսինքն աջակցության հետ Ռուսաստանի եւ կապ ունի նաև բանի հազվագյուտ մետաղներում Չինաստանի կեցվածքի հետ։ Հիմա որտեղ Չինաստանը ամենաշնորհային կարելի ասել դիրք ունի համաշխարհային շուկայում եւ սահմանափակումներ է դնում այդ խիստ անհրաժեշտ տեխնոլոգիական հումքի մատակարարմանը ԱՄՆ-ը։ Հիմա տեսեք Թրամփը ասում է, որ ես չեմ ուզում այդ 100%-ը Չինաստանի վրա դնեմ, որովհետեւ դա Չինաստանի շատ մեծ վնաս կտա, մեզ օգուտ է բերելու, որովհետեւ Չինաստանը որպես մրցակից ավելի թույլ դիրքերում հայտնվելու, բայց ես չեմ ուզում դա անել, մեզ Սին Ցզինպինի հետ կարծում եմ կգանք պայմանավորվածության։ Եթե գան սկզբնական ռազմավարական հարցերի շուրջ պայմանավորվածության, ապա ես կարծում եմ դա կլինի աշխարհաքաղաքական նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում կարևոր հանգրվան եւ դա նույնպես ինչպես եւ ասացի կարևոր նշանակություն կունենա ռուս-ուկրաինական պատերազմի կասեցման տիրույթում։ Այնպես որ այդ հանդիպումը շատ կարևոր է, այցելությունը տարածաշրջան շատ կարևոր է եւ սպասենք արդյունքների, ես կարծում եմ արդյունքներ կլինեն։ Հաջորդ անգամ մենք կքննարկենք արդեն կայացած այցելության ուրեմն հետևանքները վերջում հաղորդման ուզում եմ վերադառնալ Հայաստան եւ խոսել մի եւս մեկ կարևոր իրադարձության մասին
հայկական կողմը եւ ադրբեջանական կողմը հայտարարեցին, որ տրանզիտը բացում են իրար համար եւ ավելին, ուրեմն Միջին Ասիայից Ադրբեջանի միջոցով հացահատիկ մտավ Հայաստան։ Ինչ է նշանակում։ Մտավ թե դեռ պետք է մտնի, չգիտեմ, անկեղծ ասած, եւ նորից որպեսզի ճշգրիտ լինենք, բանը հացահատիկը պետք է մտնի Ադրբեջան-Վրաստան, հետո Հայաստան, որտեղ Ադրբեջան-Հայաստան անմիջական ճանապարհային հաղորդակցությունները, այսքան ես եմ հասկանում, դեռևս պատրաստ չեն։ Բայց սա նշանակում է հետեւյալը, որ այն փաստաթուղթը, որը կոչվում է խաղաղության փաստաթուղթ եւ որը այլ բառերով ասած մեր բառերով ասած վերջնական կապիտուլյացիան փաստաթուղթն է, որը Հայաստանը նախ ստորագրել է Ադրբեջանի հետ եւ մյուս փաստը, որը Թրամփի ուղին Հայաստանում որպես ճանապարհ տրամադրվելու է նույն Ադրբեջանին, Թուրքիայի եւ Նախիջևանի հետ կապի համար, այդ բանը, այդ ծրագիրը զարգացում է ապրում։ Այդ ծրագիրը զարգացում է ապրում։ Հիմա կարող եք ասել, ինչու հիմա։ Շատ կարևոր է, որտեղ Փաշինյանը գնում է ընտրությունների։ Եվ Փաշինյանի բոլոր քայլերը ընտրական իմաստով անարած են, թիրախավորված են։ Հիմա ես դրա մասին խոսել եմ արդեն ձեր մոտ, նորից կրկնվեմ։ Փաշինյանի համար կարևոր է, որ ինքը ունենա Հայաստանում ընդհանուր առմամբ ոչ այլընտրանքային վիճակ, այսինքն իրեն այլընտրանք չլինի։ Փաշինյանին թուրք-ադրբեջանական դաշտում այլընտրանք չկա եւ ադրբեջանցիք եւ թուրքերը երազեին, որ Փաշինյանի նման կրծեր գործընկեր ունենան Հայաստանի կառավարիչ եւ առավելագույնը անելու են միջև ընտրություններ, որովհետեւ Փաշինյանի վարկանիշը աճի եւ ես կարծում եմ, այս քայլը այդ համատեքստում է, այսինքն Ադրբեջանը փաստորեն բացում է ճանապարհներ տրանզիտային համատեքստում դեռևս Հայաստանի համար։ Հիմա դա իրականությունում գետնի վրա ոնց որ սիրում են ասել տարբեր գործիչներ, ինչ կլինի դեռ ես դժվարանում եմ ասել, դրա փոխարեն Հայաստանը ինչա վճարելու ես դժվարանում, առնվազն սահմանադրության փոփոխություններ անելու Ադրբեջանի եւ Թուրքիայի քիմքին համապատասխան եւ Զանգեզուրի ճակերտները միջանց կոչեցելը աշխատացնելը ի շահ այդ երկու մեր համար թշնամի պետությունների։ Այնպես որ ես այդ քայլը տեսնում եմ նաև այդ համատեքստում եւ առաջին հերթին այդ համատեքստում եւ կարծում եմ հայկական կողմը ընդհանուր առմամբ ոչ թե Փաշինյանը, այլ մենք նրանք ովքեր այս ամեն ինչի դեմ պայքարում են, պետք է հաշվի առնի նաև այն փաստը, որ թուրք-ադրբեջանական կողմի հետ հարաբերությունների տնտեսական հարաբերությունների այդ թվում տնտեսական են մնացածի մասին խոսեցինք հարաբերությունների ազատականացումը իր մեջ ունի նաև լրջագույն ռիսկեր եւ մենք պետք է այդ ռիսկերը ճշգրիտ հաշվարկենք եւ կարողանանք դրանց դիմագրավել հակառակ պարագայում մենք դարպասները կարող ենք բացել շատ ավելի ձևավորված եւ կայացած տնտեսությունների առջեւ եւ որոնք կարող են շատ պարզ, շատ հասկանալի մեթոդներով իրենց տնօրինման տակ դնել հայկական չձևավորված եւ թույլ տնտեսությունը։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, սիրելի բարեկամներ, սրանով հաղորդումը ավարտում եմ, հիշեցնում եմ, որ մենք զրուցում ենք ազգային օրակարգ կուսակցության վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։